2025 թվական դեկտեմբերի 3 Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում 2026-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարում է, որ կենսաթոշակառուների թոշակը եթե բարձրանա, ապա թոշակառուն չի իմանա, ինչպես այդ գումարը արդյունավետ ծախսել։ Մենք ինչ ենք ասում ենք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով, 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն, այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Ուղիղ 84 օր անց ընտրություններից 103 օր առաջ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ապրիլի 1-ից թոշակները բարձրանում են։ Ընդ որում համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։ Ընդ որում այս հաշվարկների մեջ չկա հետվճարը։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն առաջիններից է արձագանքում։ Facebook-յան գրառմամբ նշում է, թե 8 տարի թոշակները չբարձրացնելով իշխանությունն այս քայլին դիմում է միայն քաղաքական վտանգ տեսնելով։ Կարապետյանի խոսքով, եթե Սամվել Կարապետյանը ստիպել է ընտրություններից առաջ բարձրացնել թոշակները, ապա վարչապետ դառնալու դեպքում տնտեսությունը կուժեղացնի եւ կհոգա թոշակառուների մասին։ Հայ-ԱՔՎ միավորման վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանն էլ նշում է, որ կենսաթոշակների բարձրացումը բարի կամքի դրսևորում չէ, այլ քաղաքական ճնշման արդյունք։ Հայ-ԱՔՎ-ն է ճնշել։ Թոշակ բարձրացնողը նախորդ տարվա բյուջեի մեջ է դա նախատեսում, բայց ոնց եղավ, որ փետրվարի վերջին որոշեցիր, որ պետք է ապրիլի 1-ից բարձրացնես։ Նրա համար, որովհետև ժողովուրդը քեզ ստիպեց, որովհետև մենք քեզ ստիպեցինք։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամսից Հայ-ԱՔՎ-ն այս հարցը բարձրացրեց ու դարձրեց իսկական քաղաքական օրակարգի հարց ու դրանով ստիպեցինք, որ դու դա անես, իսկ դու դա արեցիր ոչ թե նրա համար, որ մտածում ես այդ մարդկանց մասին եւ ուզում ես մեղմել նրանց վիճակը, այլ որովհետեւ դու պարզապես վախենում ես քո իշխանությունը կորցնելուց, վախենում ես քեզնից հիասթափվողների մեծ բանակից, որոնք անկախ քո այս քայլից շատանալու են ու քեզ հեռացնելու են, որովհետև գնալով արդեն ճանաչում են քեզ։ Տնտեսագետ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը օրվա ամենաաղմկոտ հայտարարության Արսեն Թորոսյանի մեկնաբանությանն է ծանոթանում։ Կենսաթոշակն է այսպես ասած, որ վճարվում են քաղաքացիները, որոնք չունեն բավարար աշխատանքային ստաժ, այսինքն դրանից Ավետիսյանն ասում է, ընտրություններից առաջ են թոշակը թարմ բարձրացնում, որովհետև որպես կանոն նման բարձրացումներն անում են բյուջետային տարվա սկզբին եւ ոչ դրանից 3-4 ամիս անց։ Ակնհայտ է, որ ընտրություններից 3 ամիս առաջ թոշակի բարձրացումը, այն էլ ոչ թե տարվա սկզբին, այլ տարվա այսպես 3-րդ ամսից, 4-րդ ամսից, ակնհայտ է, որ ուղիղ կապ ունի ընտրությունների հետ։ Սա ակնհայտ է։ Ըստ տնտեսագետի, նույնիսկ 10,000 դրամ բարձրացնելով իշխանությունը չի կարողանում ապահովել թոշակների վերաբերյալ տված հիմնական խոստումը։ Բազմիցս հայտարարել էին, որ միջին կենսաթոշակը պետք է լինի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ոչ պակաս։ Այսօր միջին կենսաթոշակը շուրջ 50,000 դրամ, եթե 10,000 դրամով էլ բարձրանում է, 60,000 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը շուրջ 80,000 դրամ, այսինքն այստեղ եւս մոտ 20,000 դրամի տարբերություն կա խոստումը կատարելու իմաստով, այսինքն ոչ թե պիտի բարձրանար 10,000 դրամով, այլ մոտ 30,000 դրամով։ Թոշակի բարձրացման նաև օբյեկտիվ անհրաժեշտությունը կա, հավելում է Թադևոս Ավետիսյանը։ Մեծ նվեր չէ թոշակառուներին։ 2021-ից են հայտարարում, թոշակառուն համեմատաբար ավելի վատ է ապրում, գնաճը բարձր է։ Պարտավորություն ունի սոցիալական պետությունը առնվազն գոնե այնպիսի քաղաքականություն վարի, որ թոշակառուները, հատկապես աղքատ թոշակառուները, ամեն հաջորդ օր ավելի վատ չապրեն, քան նախորդ օրը։ Այսինքն սա նվեր չի, սա պարտավորություն է, որը նաև ամրագրված է մեր սահմանադրությամբ, սոցիալական պետության։ Երկրորդը, այս բարձրացումը բավարար չի իրենց տված ծրագրային խոստումը, հիմնական խոստումներից մեկը թոշակին վերաբերող կատարելու համար։
Կենսաթոշակի հետ վճարային համակարգի դրական ազդեցությունն էլ է չափազանց փոքր, օրինակ չի ընդգրկում կոմունալ վճարները, նշում է փորձագետը։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ հարցը լուծելու իր տարբերակն է առաջարկում։ 6 ամիսը մեկ ընտրություններ անցկացնել, ասում է, եւ գերիները հետ կգան, եւ բենզինի գինը կնվազի, եւ թոշակները կբարձրանան։ Լուսին Մկրտչյան, Սերով Չերչիկյան, Երկիրն այսօր։